Մենք trading-ի եւ ներդրումների, մասնավորապես բաժնետոմսերի մեջ ներդրումների վերաբերյալ շատ ենք շփում ներդրողների հետ եւ հարցը սովորաբար այն է, թե ոնց սկսել, որտեղ սկսել, որտեղ նոր ոլորտաշատերի համար ու մի քանի բան նշենք այս ուղղությամբ, որը զուտ ստատիստիկայի վիճակագրության առումով եւ նաեւ փորձի առումով ինչ ենք տեսել այս շատ տարիների ընթացքում, թե ես թե մեր այլ թիմակիցները այս ոլորտում ենք երևի 20-25 տարի նույնիսկ։ Հիմա երբ որ նայում եք միջազգային առումով, այնտեղ սովորաբար կամ պատմականորեն սկսել են բոլորը կամ 20-25-30 տարի առաջ սկսել են բոլորը առանձին բաժնետոմսերում ներդրում անելիս։ Երբ որ մարդիկ առանձին բաժնետոմսերում են ներդրում անում, սովորաբար այդտեղ ծախսերը բավականին բարձր են, որտեղ այդտեղ դու անում ես գնումի համար ինչ որ գումար ես վճարում, trading-ի մասով եւս գումար ես վճարում եւ այլն։ Ու ժամանակի ընթացքում այդ ամեն ինչը անցել է ու դա կոչվում է ակտիվ ներդրումներ, ակտիվ ներդրումների կառավարում, այսինքն ինքնուրույն է մարդը ընտրում որ բաժնետոմսերը, ինչքան եւ այլն։ Ժամանակի ընթացքում այդ ակտիվ ֆոնդերը կամ այդ ակտիվ կառավարումը անցել է դեպի пассив կառավարում, այսինքն որ մենք առնում ենք շուկան, այսինքն գնում ենք ինչ-որ մասնաբաժին, ETF ֆոնդում օրինակ ու գնում ենք շուկայի մի հատ մասնաբաժին։ Ու պատմականորեն այդ վերլուծությունները, որ արվել են, արդյոք ակտիվ կառավարումը ավելի եկամտաբեր է կամ пассивը, դա բավականին պատմողները, արդյունքները բավականին հստակ են, այսինքն пассив կառավարումը շատ ավելի շատ եկամտաբեր է, քան թե ակտիվը։ Ինչու, որտեղ կան ծախսեր իհարկե, եւ կան սխալներ, որոնք ներդրողները անում են էմոցիաներից ելնելով, չգիտեմ, ինֆորմացիայի, տվյալների վերլուծության եւ ընկալման վերաբերյալ, ու պատմականորեն, եթե ակտիվը 100% էր շուկայի, ակտիվ կառավարումը հիմա մոտավորապես 50-ից քիչ է եւ пассивը 50-ից ավել է, այսինքն ժամանակի ընթացքում ներդրողները անցել են դեպի пассив կառավարում։ Այս վերջի տարիների ընթացքում անհատ ներդրողները շատ ժամանակ հարթակների հասանելիության մակարդակով, նաև հեռախոսի միջոցով իհարկե, այդ trading-ը, այսպես ասած, շատ է online-վել, հասանելիությունը ավելի բարձր է, բայց էլի երբ որ ուսումնասիրություն նայում եք անհատ ներդրողներից, քանի հոգի են շուկայից ավելի լավ արդյունքներ ցույց տալիս, դա մոտավորապես 10-ից 20% է։ Ընդհանուր առմամբ ոնց որ նշեցի, թե պատմականորեն տրենդերը ոնց են եղել, թե արդյունքները, այդ առումով հենց բավականին շատ վերլուծություններ կան, որ այդ пассив մոտեցումը շատ ավելի արդյունավետ է թե եկամտաբերության առումով եւ նաեւ այն առումով, որ ակտիվ կառավարումը շատ ժամանակ է խլում, շատ ֆոկուս է տանում այլ հարցերից, կարիերայից օրինակ կամ աշխատանքից եւ առաջացնում է նաեւ ինչ որ չափով ստրեսային մթնոլորտ, հետևել եւ այլն եւ այլն։ Իսկ пассив կառավարումը, այսինքն ինչ որ ETF-ների մեջ ներդրում անելը շատ ավելի հեշտ է, շուկային մեջ ես մասնակցում, որտեղ առանձնապես այդ բոլոր խնդիրներից խուսափում ենք։ Դե այսքանը այս թեմայից եւ մինչ հանդիպում։